Շնորհակալություն պարոն Թորոսյան կատարված աշխատանքը ներկայացնելու համար։ Իրոք շատ մեծ աշխատանք է կատարվում եւ մեր կառավարության, մեր իշխանության որդեգրած քաղաքականության համաձայն մենք ինչպես խոստացել էինք աշխատատեղերը, 18 թվականի հեղափոխությունից հետո մոտ 300,000-ով ավելացել է, չնայած կան քաղաքական ընդդիմադիր ուժեր, ովքեր որ հավակնում են իշխանության կան եւ ժողովրդին խոսք են տալիս, մենք գալու ենք 300,000 աշխատատեղ ստեղծենք եւ այլն, չնայած որ մեր հայրենակիցները արդեն գիտեն, որ ժամանակին մարդիկ կազմել են իշխանության մաս եւ ժամանակին նույնպես խոսք են տվել, որ տենց աշխատատեղեր կավելացնեն, բայց չի ստացվել նրանց մոտ, հիմա կրկին եկել են վատաբանում են մի իշխանության կատարված աշխատանք, որ իշխանությունը, որ արդեն իսկ 300,000 աշխատատեղ ավելացրել է եւ ասում է գալու ենք մենք 300,000 աշխատատեղ ավելացնենք։ Պարոն Թորոսյան, նաև մի հարց եմ ուզում տալ, որ մեր հայրենակիցներից շատերը տվյալ հարցը, որ հետաքրքրում է, ասում են ինչու չի թոշակի հետ վերադարձի հետ կապված ներառվում նաև կոմունալ վճարները, գազի եւ հոսանքի մասնավորապես հետ կապված, հետ վճարի հետ կապված են ցանկանում, որ նաև լինի, այսքանը շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Հակոբյան, ես բազմիցս պարզաբանել եմ, հիմա էլ կասեմ եւ թեև հասկանում եմ ինչու է այդ հարցը տրվում եւ միգուցե լավ կլիներ որ այդպես ներ, բայց այդ նորարարական գործիքի տրամաբանությունը այլ բան է հուշում։ Տեսեք, նախ ի սկզբանե դա եղել է, երբ որ ծրագիրը սկսվել է եւ հետո դուրս է եկել, այսինքն բաները, կոմունալները։ Մեր նպատակը ստվերի դեմ պայքարն է, ճիշտ է, այսինքն մենք երկու հարց ենք լուծում ստեղ, ստվերի դեմ պայքար եւ կենսաթոշակ նպաստների բարձրացում։ Ստվերի դեմ պայքարի առումով կոմունալ վճարները երբեք խնդիր չեն եղել Հայաստանի Հանրապետությունում, որտեղ դրանք խիստ կարգավորվող, նաեւ հանրային ծառայությունների կողմից կարգավորվող հանձնաժողովի կողմից մատուցող ծառայություններ են եղել եւ այդտեղ ստվեր չկա, պարզապես չկա, այսինքն ոչ հոսանք, ոչ գազ, ոչ ջուր, ոչ այլ հեռախոս եւ այլն։ Եվ երբ որ ի սկզբանե եղել է եւ հետո դադարեցվել է կոմունալների վճարը, մենք տեսել ենք կոմունալներից հետ վճարը, մենք տեսել ենք, որ ինչ որ անկում է լինում միջին հետ վճարի չափի, բայց հետո նորից մարդկանց վարկագիծը վերականգնվել է, այսինքն ես իհարկե հասկանում եմ, որ կարող են քաղաքացիներ, որոնք այլ եկամուտներ չունեն ընդհանրապես եւ միայն այս իրենց կենսաթոշակը եւ նպաստն է իրենց եկամուտը, բայց այն քաղաքացիները, ովքեր որ որևէ կերպ կարողանում են ուղղորդել իրենց եկամուտները տարբեր կերպ, իրենք դադարել են հետ վճարը, այսինքն այդ քարտերով վճարումները օգտագործել կոմունալների վրա եւ օգտագործել են միայն խանութներում կամ վաճառքի կամ սպասարկման կետերում եւ վերականգնվել է, այսինքն այդ միջին հետ վճարի չափը։ Եվ սրա մասին մենք պետք է խոսանք, թաքցնելու բան չկա, մենք ուզում ենք, որ մեր քաղաքացիներ հասկանան, որ այդ պետական բյուջեն, որից որ իրենք վճարվում են, բոլորս վճարվում ենք, աշխատավարձեր, պետական եւ կենսաթոշակներ պետք է ձևավորվի ինչ-որ մի կերպ։ Այդ ձևավորվելու համար պետք է վճարվեն հարկեր։ Հարկեր վճարվելու համար պետք է բոլոր փաստաթղթերը վճարման տպվեն, տրվեն քաղաքացիներին եւ հենց դրա համար է պետք որ մենք գնում ենք այդ քայլին, ավելին ասեմ, առիթը, չգիտեմ, երևի ուրիշ մեր գործընկերները կգան կանեն, ու գիտեք որ մենք այս հունվարի 1-ից 2% հետ վճարի համատարած հետ վճարի համակարգ ունենք արկա քարտերով կրկին այդ նպատակին հասնելու եւ մեր պետական բյուջեի մուտքերը որ նաեւ աճում են մենք նաեւ բյուջետային քննարկումների ժամանակ հենց այս սենյակում որ խոսում ենք որ մյուս տարի այսքան ավել ենք ծախսել օրինակ մեր նախարարությունը 90 միլիարդ ավել բյուջե ունի այս տարի անցյալ տարվա համեմատ ինչի հաշվին հենց այս ձևով ավել հավաքված հարկերի հաշվին եւ այդ 2%-ներ երբ որ գումարում են ես մոռացա ասել ամենասկզբում եթե մեր կենսաթոշակառուները ընտրեն այնպիսի բանկ եւ քարտ որ արկան է հայկական քարտը Armenian քարտն է իրենք ոչ թե 20% են ստանում այլ 22% են ստանում եւ մենք արդեն ունենք այդպիսի կենսաթոշակառուներ դեպքեր ունենք որ իրենք ավելի շատ են ստանում իդեպ այդ երկուսի վրա սահմանափակումները շատ ավելի բարձր են այսինքն 60,000 դրամ ամսական գործակների թիվն է բարձր այսինքն իրենք էական կարող են նաեւ 22% հաշվենք բարձրացում լինի սա կարծես թե անգլերեն ասած win-win հաղթանակ իրավիճակ է, երբ որ հաղթում է թե քաղաքացին, թե պետությունը, որը ըստ էության պետությունը նույն քաղաքացին է։
Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։